Հարգելի հետևորդներ, ես եւ Անդրանիկը շատ սիրուն գործի վրա ենք այս բանի, շատ հաճելի։ Ուրեմն պետք է ոսկու շուկայի հարևանությամբ ենք այս պահին գտնվում, սա ինչ-որ հանցավոր տունել չի։ Եվ ցանկանում ենք փոքրիկ սիրուն խաչ գնել Վահանի համար, որպեսզի Վահանին մկրտենք։ Ու հիմա ինձ իմ ընկեր Հրաչը, կարծում եմ կհիշեք հեծանվող Հրաչին, ով նաև շատ ոսկերչական աշխատանքներ էր կատարում, մեզ դիմավորել է, որպեսզի տանի կարողանանք շատ լավ եւ հարմար գներով խաչ գնել։ Այս Անդրանիկն է, խառը սպասողական վիճակի մեջ։ Սա ես եմ շատ երջանիկ։ Անտելը դու ո՞րն է քո ճաշակով, հələ նայի։ Կարող է սա։ Այ այնի աղջկով ոնց որ ավելի լիներ։ Կողքերը աչե կլորա։ Բա ծաղկած խաչը հենց դա է կյանքս։ Ասիկ այս sense լինի, որ հա։ Թվում է եթե փոքր է, ես չափերի կարա։ Հա, 6 տարեկան է, օրինակ ինձ սա շատ դուր եկա, բայց անթող քո սրտով լինի, սա է սիրունա։ Ուղարկեցի քեզ կնայես նա։ Հա, լավ արիր։ Էս է սիրունա։ Դե որոշ լավ թող քո սրտով լինի։ Ասում չէ, դու ես։ Մեծ չնի, պրոստը երեխու համար դե մեծը։ Չէ, մեծ։ Հա, դժվար կլինի կրել։ Հա, էլի էս էլ է շատ մեծ։ Այս չափի մեջ էլի։ Կարող է հենց սա վերցնենք։ Այս է կարա։ Կամ էս անդ։ Կամ էս։ Դե դու որոշի։ Այդ մեկը չէ, կյանք։ Այդ ոնքից չէ, հա։ Կամ էս։ Հələ նա ինքը գործ արած, ոնց որ սիրուն գործ արած։ Մենք իշքան սիրուն խոչեր կան։ Ես ուզում եմ, որ անպայման հենց ծաղկած խաչ լինի։ Կույս եմ ուզում, գիտես, դու դեմ ես, սիրուն է, ամբողջը հենց հայկական նախշերն են։ Ինչ կարամ սևացնեմ, էմալ անեմ ինքը, ինքան սիրուն բան դրվում է էմալով, չգիտեմ, եթե կուզենեք, հա, խաչը մնում է վրեն, էլի, ինքը սևանում է մեջը, շատ սիրուն բան է լինում, եթե կուզեք կարամ անեմ հետո։ Բայց էսի Դու ո՞րն ես հավանել, դե ասա լավ։ Էֆիլոն աշխարհակի բան է։ Ահա գործն է իրա հայկական քանդակն է իրա վրեն կյանք։ Արի էլի մի հա։ Կուզես էս վերցնենք, որ քո սրտով լինի, բայց այս մեջինը պլատինիում չի, էսի ոսկի չի, պլատինիում է։ Հա։ Մի հատ կհարցնես, Հրաչին հարցրու լավ։ Չէ, իսկակ ոսկի է։ Անտելեսի նայի, հելեսի նայի, նայիլը։ Ինչ չքնաղա, ինչ գործ է։ Հələ համես։ Չէ, սրա միջին է։ Հա, էս էլ է լավ է։ Մեկը չճացնենք իրեն։ Այս է կարա։ Էս էլ արժեքի ինչքան է, նո։ 95,000 դրամ է ասում։ Հրաչ, ես մեր լավ ընկեր Հրաչ, այո, ուղեկցեց մեզ և մենք գնեցինք շատ սիրուն խաչ իմ տղու համար։ Վերենք հետնողն է, հերապարագորդ է շնոխավի։ Հա։ Հիմա հարգելիներս մենք գնել ենք մեր խաչը, այժմ պատրաստում ենք գնալ այն եկեղեցի, որը նախընտրել ենք, որպեսզի տերոր հետ պայմանավորվենք որոշ դետալներ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Սա որ եկեղեցին է կյանք։ Զորավոր։ Սուրբ Զորավոր։ Տեսանք դեր Գրիգորին, ապա շատ պայմանավորվանք, խոսացինք, շատ լավ եկեղեցական է, շատ լավ հոգևոր հայր է։ Համարել չէ։
Դες պայմանավորվեք, սա օքեյ է։ Անդրանիկն էլ իր ընկերոջներ շնորհակալություն հայտնում գործընկերուհուն այս միջնորդության համար այս տերհորը տվյալ գործընկերներ մեզ խորհուրդ տվել, քանի որ պատշաճ կերպով անցկացնում է արարողությունը։ Իսկ այժմ հարգելի հետևորդներ, գնում ենք Վահանի կնքահորը քավորին նվեր գնելու։ Իսկ կնքահայրը լինելու է, լավ, կասեմ, այդ կասեմ։ Կամած իջնենք չընկնենք, մենք վերցրեցինք նաև քավորոջ նվերը։ Ահա, խնդրեմ։ Եվ վերջ, այսքան է։ Հիմա հարգելիներս, ես եւ Անդրանիկը վայելում ենք մեզ ընձեռնված բացառիկ հնարավորությունը։ Որից ես կաֆե ֆրապե կա, Ինչա։ դաբլ էսպրեսո դու էսի կհավանես։ Էսի փինո դբաթերով է, կրկնակ ես գետնանուշի կարակև շոկոլադ տխված կա եսի միջով։ Հարգելի հետևորդներ, այդ ձմերուկից հետո Այնքան պլյուս են քեզ դրել, որ վլոգ վարես։ ես այդ պլյուսները բոլորի տեսնում եմ։ Շնորհակալ եմ, որ այդքան ակտիվություն եք ցուցաբերում մազի նկատմամբ։ Իսկ ձմերուկի կոմենտի ակտիվը ճանաչում Նարինեի կատու։ Նարինեի կատու։ Մրցանակը կուղարկենք Ամերիկայի։ Նարինե ջան, ողջույններս։ Բայց ում դրանից լավ չի վերցնել ծաղկի մեջ։ Նարինե ջան, ողջույններս քեզ ու կատվին։ Իսկ ես Ալլային եմ ողջունում։ Հարգելիներս Մարմին իմ ընկերուհին է, դուք իրեն տեսել եք, որ եկել էր Հայաստան պիկնիկ էինք արել։ Իր կատուն Անդրանիկի ամենամեծ երկրորդ։ Շատերից նույնիսկ կողմով բռնել բազարկուկից։ Երեխաներուն պետք է պահել ձեռքերից։ Անդրանիկը կոնյակ է ընտրում։ Գիտեմ չկայմ աշխատել, ծնունդի ու զորքից են գելի։ Թանկագիրներս մնացել են ընդամենը մի քանի դետալներ, որոնք եւս ես արդեն ձեռք բերեցի, հիմա ձեզ ցույց կտամ ու վերջ մենք լրիվ պատրաստ ենք մկրտության արարողությանը։ Ուրեմն ես Վահանի շատ երկար ժամանակ ինչ ուզում եմ կնքել ու ամեն անգամ մի հատ նոր պատմություն է տեղ ունենում, ինչի պատճառով ուղղակի տեղի չունենում այդ մկրտությունը։ Շատ ջղայնացա եւ հասկացա, որ ինչ գնով ուզում ալինի, այնպեսի տպավորություն, ոնց որ միտումնավոր ամեն ինչ արվի, որպեսզի հարցը չհասնի Վահանի մկրտությանը ու ես ուղղակի շատ հակիրճ եւ կարճ կկազմակերպեմ եւ այդ արարողությունը, բայց պարտադիր Վահանս կկնքվի հատկապես, որ այս տարի դպրոց պետքա գնա շուտով ու սրանք Վահանիս մոմերն են, որոնք պատրել եմ, սրանց մասին եւս կխոսեմ։ Կհիշեք, որ ամանորին մի աղջիկ ինձ շատ սիրուն մոմեր էր ուղարկել մանդարիներ, տոնածառեր շատ սիրուն էին, շատ, այն որ բոլորին հետաքրքրել էր եւ ես դա շատերին նաեւ բաժանեցի որպես նվեր եւ շատ ուրախացել են, հենց այդ աղջկա մոտ էլ պատրել եմ, շատ ավելի հաճելի է, երբ որ իմ ծանոթ մարդիկ են պատրաստում, ինչու ուրիշից գնել, եթե կարող ես քո ծանոթ մարդուց գնել, տեսեք որքան նույն տեսք ունի, սա խաչն է եւ խաչի վրա ամբողջությամբ մանր հայրմերն է գրված ամբողջությամբ տերունական աղոթքն է։ Այնպիսի չափով եմ պատվիրել, որ առանց մոմակալի դրվի։ Անին, ուրեմն ով որ պատրաստել է այս մոմերը, հոգևորականի թորնուհի է։ Իր պապիկը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու տերհայրն էր եւ ես հենց իր օրոք երկար տարիներ երգել եմ այդ երգչախմբում, հաճախել եմ այդ եկեղեցուն Կիցկիրակնորիա դպրոց։ Ինձ նաև հաճելի էր գիտակցել այդ փաստը, որ երեխայիս մկրտության մոմերը պատրաստում է հոգևորականի թորնուհի։ Անին նմանատիպ գործեր անում է, ցանկության դեպքում կամ կարող եք հենց այս նշանով փորձել գտնել իրենց Instagram-ում կամ ինձ մեկնաբանություններում գրեք, ես իր Instagram-ի էջը սիրով կտրամադրեմ, շատ լավ գեղեցիկ աշխատանքներ է կատարում։ Սրանք անին նվեր է ուղարկել, որպես տարոսիկներ, նայեք ինչքան գեղեցիկ են։
այսպես հրեշտակ խաչը վրան, որpիսի ես նվիրեմ մի քանի մարդկանց մեր հյուրերից, շատ հյուրեր ես չեմ ունենալու, նայեք ինչ գեղեցիկ է։ Մի քանիսին կնվիրեմ, թող իրենց հետ որպես հուշ տանեն։ Կամոն լինելու է երեխայից կնքահայրը։ Ես կարծեցի, որ ավելի դե եթե հաշվի առնենք, որ կնքահայրը այն մարդն է, ով պետք է ուղեկցի երեխային իր ողջ կյանքի ընթացքում քրիստոնեական ուղուց չշեղվելով, այսինքն փորձի երեխայի քրիստոնեական դաստիարակությունը իր վրա է լինելու եւ փորձելու է ճիշտ ճանապարհով տանել, ես մտածեցի, որ իմ եղբորից ավելի ճիշտ հաստատ չի լինի։ Սա էլ նվերներ էլ ուղարկել Վահանին, անին գիպսից տարբեր բաներ է պատրաստում, ծաղկամաններ շատ գեղեցիկ, սա որպես նվեր Վահանին, այսպես տեսած կլինեք, հա, որ ներկում են գուհաշով երեխաները, սենց խաղալիքներ են, էլի տակն էլ կա, այսենց, Սիրուն Վահանես խաղա, շատ շնորհակալ եմ անջան, ես անի հետ առանձին խոսել եմ եւ իմ հիացմունքը հայտնել եմ, մի խոսքով մոմերնել եմ պատրաստ, վերցրել եմ 1 հատ սրբիչ լրիվ նոր, որպեսզի այն հետագայում նաեւ պահեմ։ Էս էլ կկտրեմ, սա էլ այսպիսի շապիկ Վահանին, որպեսզի հագնի, մկրտվի ու սա էլ պահեմ։ Հենց գեղեցիկ, մտախային հագնի ու վերջ։ Ինչ թանկագիններս, հաջորդ կադրերը կարծում եմ արդեն մկրտությանն է։ Ողոր մի հատ է, ողոր մի հատ է, ողոր մի հատ Տեր Աստված, որ մեծ ես եւ բոլոր արարածները փառաբանին քեզ։ Քո ահեղ եւ ամենազոր անուն տատոն, Վահան ծառատ, եկել է իր գլուխը քեզ խոնարհեցնելու։ Քո ողորմությանների քո ամենահակ տանուն իրեն տալու։ Հեռացրու եւ բանիկ իրենից չարի բոլոր խորհուրդները, խոսքերն ու գործերը։ Որոնցով նա սովորաբար մարդկանց խաբում ու կորստի է մաղթում։ Երկնային շնորհքով լցու այս երեխային, ուրախացու նրան քո ամենաբարի անունով, քրիստոնյա կոչումը շնորհելով իրեն։ Եվ արժանի արա սուրբ մկրտության, երկրորդ ծնունդ է սուրբ ավազանից, որպեսզի քո սուրբ ոգին ընդունելով սուրբ եկեղեցու մարմին եւ անդամը լինի։ Եվ անարատ քրիստոնեության ապրելով այս աշխարհում, երկնային կյանքի իրանության ասում բոլոր սրբերի հետ միասին։ Հարավելով քեզ անփոփոխ Քրիստոս, այժմ եւ միշտ եւ հավիտյանը սարքից։ Աշիս եւ Սուրբ Ավետարանավ եւ Սրբալույս Մյուրոնավ եւ ամբուրը շնորհիվ, անվա փողոն եւ որդո եւ հոգույն սրբով, այժմ եւ միշտ եւ հավիտյան Սավիդենից։ Այս ծառայիդ կանչեցի, որ մկրտությամբ սրբվի եւ լուսավորվի։ Աղաչում ենք նրան արժանի դարձու քո մեջ շնորհքիդ, թոթափի իր հին մեղքերը եւ նորքի եւ նոր կյանք պատկերելով։ Եվ Սուրբ Հոգու զորությամբ լսու, որպեսզի քո Քրիստոսի փառքով նորոգվի, որովհետև քեզ զորի միածին որդու տասնտար Սուրբ Հոգուտ, այլ է փառք, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյան Սավիդենից ամեն։ Կարծանք երկրի, որ եկեք փրկյան։ Մալը պատկերացը որ տակ։ Էսի մեր կնունքը մկրտությունը ուրախությամբ թող լինի, բանից քաջ առողջություն, ասում խավորը անդադ կասի, նարեկն է կասի, ապրես, ընդունել ունի նարես, չկսին իրար։ Ձեզ բոլորիդ էլ շատ շնորհակալ ենք ժողովուրդ ջան, այսօրը ներկա գտնվելու համար։ Մկրտությունից 3 օր արդեն անցել է, Վահանը մեռոնազերծված է եւ ուզում եի ձեզ նաեւ ցույց տալ 2 շատ գեղեցիկ նվեր։ Ուրեմն
Վահանից խաչը, ինչպես տեսակ, բավականին գեղեցիկ չքնաղ խաչ էր, շատ զորեղ տեսքով։ Ծնողներիս ընտանիքը մեր հանդիսանալով նաև քավորի ընտանիք, այսպես ստացվում է, կնքահոր որպես ընտանիք, բավականին կլորիկ գումար էին բերել եւ այն նպատակով, որ ես Վահանի խաչի համար ոսկյա շղթա գնեմ։ Ու նաև ստացվեց այնպես, որ քերոս որդիները եւս գումար էին բերել Վահանին նվեր, քանի որ այդ գումարը եւս քիչ չէր, ես որոշեցի, որ հաստատ չենք թողնի հետոյին եւ հենց հիմա, հենց այդ պահին ես այն կվերածեմ ոսկյա շղթայի ու Անդրանիկի հետ գնացինք եւ Վահանի համար գնեցինք այս ոսկյա շղթան, որ հենց մի անգամից մերոնից հենց Վահանին հանել ենք նարոտը խաչի վրայից հանել եմ, մի անգամից այս խաչը արդեն կախել եմ ոսկյա շղթային, տղայիս բավականին ծանր է միջայլոտ եւ խաչը եւ շղթան բավականին ծանր են, բայց դե քանի որ եթե հաշվի առնենք, որ Վահանը փոքր երեխա է եւ դեռևս սա չի կրելու, կարծում եմ ես ավելի հաճախ այն կկրեմ, ինչ Վահանը կմեծանա։ Մի խոսքով շատ գեղեցիկ է։ Իմ ցեպի գործվածքն էլ այս գործվածքը պարզապես այն երկար է եւ բարակ։ Հիմա որը որ ես կրում եմ եւ իմ մկրտության խաչն էլ վրան է, այդպես ավելի կանացի է, բայց եթե սա տղամարդու համար են գնում, կարծում հաստ ավելի գեղեցիկ է։ Մի խոսքով այսպիսի նվեր ստացվեց, ուզեցի որ սա անպայման վերածի ոսկու, նախ որպեսի խաչը ունենա իրեն ոսկյա շղթա եւ երկրորդը ամբողջ կյանքում սա լինի ծնողներիս եւ քեռուս ընտանիքի կողմից նվեր Վահանին, այսպես։ Եկեք նաև ձեզ ցույց տամ, թե ինչ նվեր ստացավ Վահանս իր հորաքրոջ կողմից եւ արդեն այսքանով կսահմանափակենք վլոգը։ Այսպիսի գեղեցիկ տուփի մեջ հագուստ է։ Մի փոքր այն կողմ դնեմ ու ցույց տամ։ Մի հատ այսպիսի առանձին բրիջ են ասում սրանց, խոսքով կիսատաբատ, այսպես։ Քոշորն եմ ցույց տալիս տղես։ Այսպես եւ սա էլ արդեն միասին հավաքածու է, սա ավելի փափուկ, ավելի ամառային, այսպես հումք ունի, շատ թեթև շնչող, սա ու սա, այսենց։ Խնդրեմ։ Որը Վահանը սիրով կկրի։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ոչ միայն այս վլոգը մինչև վեր դիտելու համար, այլ նաև որ դուք հերթական անգամ մասնակից դարձաք մեր կյանքում կատարվող շատ կարևոր իրադարձության։ Եթե օրերից մի օր ես դադարեցնեմ բլոգերական գործունեությունը, հաստատ չեմ փոշմանի այս մի քանի տարիների համար, որովհետև այնքան կարևոր պահերը անմահացել եւ այնքան կարևոր պահերով եմ ես կիսվել ձեզ հետ, ունեցել եմ հնարավորություն ես դա ձեզ փոխանցելու, մարդը կարիք ունի իրականում էմոցիաներ փոխանցելու, ոնց որ դուք ընձեռել եք ինձ, այս հարթակի միջոցով այդ հնարավորությունը ձեզ հետ կիսվելու, այնքան հաճելի է ինձ համար եւ այնքան շնորհակալ եմ, որ դուք կաք, որ ես միշտ իմ կյանքի բոլոր կարևոր իրադարձությունները, նշանդրեքից սկսած ամեն ինչ տեսել եք, հարսանիք, երեխայի արդեն մեր տանը հայտնվելը, ատամհատիկ, ծնունդ, հանգստանալ տարբեր տեղեր, տարբեր առիթներ, նույնիսկ վատ առիթները, այդ թվում նաև մարդկային կորուստներ։ Ես այդ ամեն ինչով հնարավորություն եմ ունեցել ձեզ հետ կիսվելու։ Այսօր եւս հերթական իրադարձություններ, շատ կարևոր ինձ համար մեր ընտանիքում, որին դուք եւս մասնակից եղաք։ Շնորհակալություն, եղեք առողջ եւ ամենակարևորը երջանիկ առայժմ